Ինչ անել, ամեն մի հարց ունի մեկ պատասխան, ինչպես մի օգտատեր ասեց, մենք բոլորս էլ գիտենք, որ Հայաստանում ովքեր են։ Մի մասը լավ չգիտի, դրա համար պետք է միշտ ներկայացնել, բայց նաև պետք է բացատրել ազգին և մարդկանց, որ դրանք ովքեր են ու ինչ են կատարում ձեր նկատմամբ, ձեր երեխաների նկատմամբ։ Եթե Սերժիկը վերցնում է 1 միլիոն կամ Նիկոլը 1 միլիոն դրամ ինչ-որ տեղից, որը ընդհանուրինն է, այսինքն նա գողացել է 1 դրամ ձեր երեխայից։ Քանի որ Հայաստանը ընդհանրապես մոտավորապես 1.7 միլիոն է, այդ ձևով ասած։ Եվ ոչ ոքի պետք չէ, խրախուսում են, կարծելով, որ Դոդի Գագոն դա մի հրաշք երևույթ է, գիտնական էր, ստեղծեց այդ ամեն ինչը։ Հիմա ինչ անել, դրա մասին խոսենք, քանի որ ընտրություններում ոչինչ էլ չեն կարող փոխել, պետք է ընտրությունները խանգարել։ Ինչպես խանգարել։ Ընտրատեղամասում ստեղծել մի քանի հոգի, օրինակ այստեղ մի սեղան է դրված, այս սեղանի մոտ են մոտենում և փորձում իրենց անուն ազգանունով ինչ-որ թերթիկ վերցնել, այդտեղ ձայները գցում է, այսպես խոսում, որ ինչ է իմ տան վրա գրանցված 11 մարդ, և ուր է մի քանիսն էլ այնտեղից են գալիս, մինչև դա կատարում է, այստեղ արդեն որը վարագույրների հետևից եկել է, վարագույրների հետևից եկողը իր թերթիկի հետ այստեղ լցնում է կիսլատա, որպեսզի բոլոր, դա մոտավորապես պետք է անել 17-ի մոտերքը դրանից հետո, որպեսզի այս բոլոր արդեն քվեարկված թերթիկները վառվեն, և նրանք ընդունակ չլինեն արդեն ստուգելու, քանի որ կիսլատեն գիտեք ինչ երևույթ է, ինչ է կատարում, անմիջապես նրանք կսկսեն վառվել, կամ այլ նմանատիպ նյութեր, կամ բենզին և վառել ընդհանրապես այս արկղը, գողանալ, ջարդել, փշրել, վառել այս արկղերը։ Միայն դա կփրկի այս երևույթից և հետագայում դուրս գալ միտինգի պահանջել, որ բոլորին դեմը, ինչպես 2005 թվին հանվել է, բոլորին դեմը նորից պետք է լինի այդ նույն տողը, որպեսզի բոլորին դեմ քվեարկվի։ Եվ թող այդ դեպքում տեսնեն, թե որքան մարդ է տականքներին քվեարկում, որքան իրականում հայ կա Հայաստանում և հայերը ում են քվեարկում։ Խանգարելու էս մի ձև, և այստեղ հազար ձևեր կարող եք մտածել։ Այդ 4 տականքները նույնպես գալու են ընտրատեղամաս ընտրելու։ Եթե 3 խումբ, մի 10-15 հոգեանոց խմբեր են լինում, տարբեր կողմերից, հարձակվում, դանակահարում, այնպես դանակահարում, որ սատկ են, և արագ հեռանում, զորքին էլ հետը ոչնչացնում, հեռանում, կամ մի հոգին, որը դա կատարել է, նրան փախցնում են, մնացածը մնում, ասելով, որ մենք օգնում էինք այստեղ։ Այդ ժամանակ բոլոր կամերաները լույսերը անջատում եք, որպեսզի ոչ մի փաստ չլինի։ Եվ լավ կլինի նաև այդ պահին բոլորը սկսեն դիմակավորվել, լույսերը անջատել։ Ցանկանում եք, ասում եմ ձևեր։ Երեկ էլ ասեցի ձևեր, ինձ թվում է չհասկացաք ինչ ասեցի։ Ես մանրամասը չեմ կարող ասել, կարող եմ ասել ընտրություններից հետո, որպեսզի այստեղ չփակեմ, որպեսզի կարողանաք հասկանալ մոտավորապես ինչ եմ ասում։ Ես կարող եմ նույնիսկ սխեմաները գծել, ասել ինչ հեռավորության վրա ինչ անեք, ինչպես կատարեք դա։ Ես տեսել եմ ընտրատեղամասերը, և բոլոր ընտրատեղամասերում, որտեղ այդ 4 տականքները գնալու են, և ուսումնասիրել են այդ 16 հոգին նույնպես, հնարավոր է դրանց վրա անմիջապես շատ արագ ձևով մի քանի վայրկյանում հարձակում կատարել, ոչնչացնել և արագ հեռանալ այդտեղից։ Երկրորդը, եթե կարող եք ճարել
նյութ, որը նրանց կարող է ոչնչացնել, ցիանովի կալցին։ Հիմնականում դա է։ Մի $30 դրոն է կառնում, վրան 5-6 դոլարանոց սարք է, տեղադրում եք այդ սարքը, որը այդ ամպուլան կջարդի, եւ այս դրոնի հետ միասին գցեք դրանց հայաթը 20 մետր հեռավորության վրա բոլոր ուղղություններով բոլորը կսատկեն։ Ցանկանում եք կատարեք, եւ մեկ ասի ձև չկա, հազարավոր ձևեր կա, ինչպես մի ֆիլմում ասացի, նույնիսկ ակնոցներով կարելի է մարդ սպանել, այն կարճատեսի կամ երկարատեսի ակնոցներով կարելի է մարդ սպանել, եթե ցանկություն ունեք, իսկ եթե ցանկություն չունեք, եկեք, արեք, օգնեք, ուզում եք ձևերը, ասվեց ձևերը, նաև ինչ կատարեք այդ ամենը, կան այլ ձևեր նույնպես, անցնում են շքախմբերով, շենքերի այդ փողոցներով, շենքերից բոլորը միանգամից կազմակերպված կամ տանիքներից արդեն նախորոք կախված հեռահար ձևով, եթե այդ շենքի բնակիչները չեն համաձայնվում, այստեղ նրանց մեքենաներն են, բենզին լցրեք, միանգամից որ վառվելով այդ բենզինը թափվի իրենց գլխին։ Բայց ընտրությունները մոտավորապես կեսից ավելին պետք է գողացվի, վառվի, ոչնչացվի, ու դրանից հետո պահանջվի, որ ընտրաթերթիկները պետք է լինեն այսպես, նաև սա, եւ այդ ժամանակ այս մարդիկ չպետք է ընտրվեն նորից, սրանք երկիրը քանդել են եւ իրավունք չունեն, ինչպես նման մի բլեֆ պետք է արվի, մինչև թող նոր կազմեր կազմվեն, նոր կուսակցություններ, որոնք ոչինչ ի վնաս Հայաստանի չեն կատարել, այդ ժամանակ էլ դուք ձերը մտցրեք, բայց այս ժամանակ պետք է այս ամենը կատարվի։ Իսկ դրանից հետո կարող եք այդ գիտնական հայերին, ինչպես ցուցադրեցի ում նաև, կարող եք նրանց խնդրել, թե պահանջել, թե ասել, որպեսզի այդ մարդիկ լինեն ձեր խմբում, ձեր կուսակցության մեջ եւ նորից կատարվի ընտրություն։ Այլ ճանապարհ այժմ չկա, իսկ հիմա այսօր մի փոքր ինձ մոտ լուսաբանվեց, երբ որ գրեցի սրա անունը նկարա տեղադրելու, ԱԲ ինչ եմ գրել, արհեստական բանականություն, նրա խոսացածը լրիվ նման է, ինչպես արհեստական բանականությունը պատասխաներ, եւ այս մարդը միլիարդատեր է ձեր կարծիքով, եւ այս մարդը պետք է գա Հայաստանը փրկի, կամ ավանտյուրիստ Նիկոլն է, կամ թուրքաջհու տեստականքն է, կամ անգրագետ ոչնչություն դոտն է, բոլոր ամբողջ հայացքն էլ գիտի դոտ է, կամ սա է։ Բացի դա, եթե ուշադիր հետևեք, ինձ թվում է եւ սրա ականջում, սրանը հաստատ, հեռվից հուշում են սրանց, թե տվյալ հարցին ինչպես պատասխանել։ Սրան միշտ հուշել են, որպեսզի ինքը ինչ է պատասխանում, թե չէ ինքը պատասխանելու ընդունակություն չունի, միգուցե նաև սրանց, ես դրանց ուշադիր չեմ եղել, նույնիսկ սրա ճառը չեմ էլ լսում, թե ինչ է հաճում։ Եվ այսօր ցանկանում եք, որ հայ ազգի համար սրանք ինչ-որ բան կատարեն կամ սրանք լինեն հայ ազգի մեջ, հետո ասում եք արի փրկի, ում փրկեմ, սրան թե սրան, նաև այս հետևում կանգնած մի 50-55 տարեկան արդեն ատամները թափած ես ոչնչությանը, որ կանգնել ձեզ հեր մեր անիծող հայոյողին, փաթաթվել հետը կանգնել եք, էլ ինչ ասեմ այդ ազգին, էլ ինչ ասեմ, ինչ նշանակություն ունի գյուղացի թե քաղաքացի, այդ ինչ տարբերություն եք դրեք գյուղացի թե քաղաքացի։ Սովետական միության ժամանակ ամենաբարձր գիտնականներն ու քաղաքական գործիչները դրանք լրիվ գյուղից էին,
որովհետև քաղաքի տականքները չէին սովորում, նրանք սովորում էին եւ լավ կրթություն ունեին։ Դա ինչ նշանակություն ունի։ Եվ հիմա գյուղացիը քիչ է հասկանում գյուղացին։ Ու դրել եք այդ տարբերությունը, Նիկոլը գյուղերում կանցնի, որովհետև դրել սրանց սրսկել են, կամ գյուղապետը ասել է, կամ պետք է ընտրեք Նիկոլին, կամ բոլորի տեսպես եմ անում։ Եվ գիշերով կարող են մի քանի հոգի գնալ գյուղապետին այնպես անել, չէ՞։ Ասում եք։ Երեք էլ մեկը կոմենտարիա է գրել, չուզեցի դա տեղադրել, որ ես ոչ թե ասել եմ դոգնել է նրանցից, այլես ասել եմ, որ դոգին մի քիչ ձայն տվեք։ Ես չեմ ասել դոգին մի քիչ ձայն տվեք, ասել եմ, նորից եմ կրկնում, լավ չեք լսում։ Հայեր, ոչ մեկին ֆինանսապես չօգնեք, ոչ մի կուսակցության այդ մուրացկաններին, որոնք նույն կեղտոտ չքախմբից են, ոչ մեկին չօգնեք։ Ասել եմ, միայն մեր 2 կոպեկ կարող եք սրան տալ, քանի որ ծախում է բոլորին։ Բոլորի բացերը ասում է, որովհետեւ դա նաև հետագայում մեզ համար փաստել լինեն։ Դրա համար եմ ասել։ Իսկ ձեզ թվում է ես այնքան միամիտ մարդ եմ, որ չգիտեմ ով է։ Հասարակ հարց տամ ձեզ եւ ինքներդ մտածեք այս հարցի վերաբերյալ։ Դոգը զանգում է ինչ որ մի Հայաստանի քաղաք մի պաշտոնատար անձի։ Անմիջապես այնտեղից պատասխանում են 70-75%-ը։ Այո, պարոն Ղուկասյան, լսում ենք ձեզ։ Դե մտածեք, սա ինչ է նշանակում, եթե ես նիկոլական կամ դու նիկոլական պաշտոնյա ես, զանգեք ասես, դու քու էսպեսն էլ այնպեսն էլ ու ցածկը դնես, չէ՞։ Բայց սիրալիդ պատասխանում են, մնացածը դուք մտածեք, թե ինչ էի ցանկանում ասել էստեղ։ Այնպես որ այս ֆիլմը շատ կարճ է լինելու, Եթե այս ամենը չկատարեք կամ սա չկատարեք, ինչ է տեղի ունենալու։ Տեղի ունենալու սա։ Առաջին համար անցնելու է սա, որովհետև ոչ սա իր վիզը կվերցնի, ոչ սա իր վիզը կվերցնի, որովհետև Նիկոլից ավելի թանկ միլիարդատեր են իրենք։ Ոչ էլ սրանք կվերցնեն իրենց վիզը, որ սրանցից մեկին թեկուս սրան անցկացնես, կամ սրանց անցկացնես, ասես 100%-ով դուք եք անցել, սրանք չեն ցանկանա Հայաստանի ղեկավար լինել։ Փորձելու համար վերցրեք բոլորդ միասին, օրինակի համար սրանց, դե սա ոչինչ, վերցրեք սրան, ընտրեք 100%-ով, 100%-ով բոլորը դուրս եկեք ընտրեք։ Ձեզ թվում է նորից նրանք ձայնը չեն տալու Նիկոլին, որ ասեն ժողովուրդը դուրս գա ասի կեղծել են ընտրությունները, ասելու են հենց ինքը կամ սրանք ասելու են չեն կեղծել, մենք համար երկրորդն ենք, Նիկոլը 52% հավաքել, ինչի համար են սա անում։ Սա անում են նրա համար, որ հետագայում բրուտը, ռուսները, թուրքերը, ազերիները, որ խոսեն, Հայաստանից ասող չլինի, որ Հայաստանում մարդ կար, պետք ասեն ալո, այդտեղ մարդ չկար, նորից այս տականքին ընտրեցիք, այս ոչուփուչին ընտրեցիք նորից, եւ դուք ասելու բան չունեք, փոխանակ վրեն սև խաչ քաշեք, նույնը սրան, ասելով, ով ես դու, ինչի ես եկել, դու ոնց ես դարձել միլիարդատեր, երբ որ հանքերի մի մասը քեզ էին տվել իբր, դու ինչ իրավունք ունես ընդհանուր հանքերը կողոպտելու։ Ցանկացածն էլ կարող էր քու նման միլիարդատեր դառնալ, եթե Լևոնի նման պապա ունենար հետևը։ Ձեզ թվում է սա ուզում է Նիկոլի տեղը ինքը նստի, չէ, սրանք բոլորը աշխատում են, որպեսզի ով էլ անցնի, կամ ժողովուրդը գա թե չգա, հավաքեն 51-ից ավել տոկոս, թե քանի տոկոս է իրանց պետք է տեղ, այդքանը նրանք հավաքեն։ Այս ամբողջ այս խաժամուժը խաղալու է դրա համար։ Միգուցե մի 4 դեպուտատ սա ունեն, դեպուտատ եք ասում, ինչ եք ասում,
մի 5-6-ը սա ունենա, մի 7-ը սա ունենա, մի 3-ը սա, մի 3-ը սրանք, մի 2-ը սրանք, մի հոգել միգուցե սա ունենա, այդ կատարեն, սա հարցա թե որին իրենք ինչպես են բաշխելու, բայց եթե սկզբի ասասները չկատարեք, դուրս չգաք, ամեն թաղամասում էլ այդ թաղամասի լավ տղերքը, որոնք իրականում հայ են, կարող են արագ ներս մտնել, ջարդել, փշրել, ավիրել, այդ յաշիկն էլ լրիվ այրել ու դուրս գալ։ Գոնե կեսից ավելում այդ ամենը պետք է կատարեք։ Այդ դեպքում էլ կտեսնեք, որ եթե Նիկոլը մնացած արկղերով 51%-ից ավել հավաքի, սրանք լռելու են, չեն ասելու, օրինակ այս տեղամասում ես 100% էի հավաքել, այդ արկղերը վառեցին, ոչ ոք նման բան չի ասելու, այս բոլորի խաղը գնում է նրան, որպեսզի նորից Նիկոլն ասնի։ Նույնը ձեր սիրած Եվրոմիությունը, նույնը ինչ որ մի քանիսն էլ հաճում են, որ Ամերիկայի հետ գործընկեր ենք դառնալու, ինչպես մի քանի Իսրայելը եւ այլն։ Դա լրիվ սուտ է, Ամերիկան պարզ ասես, Թուրքիան մեր տարածաշրջանի միակ ընկերն է։ Եվրոմիությունն էլ, եթե անցնեք, մինչև Վրաստանը չանցնի, չեք կարող անցնել։ Իսկ Եվրոմիությունը դա ձեր իմացած այդ ուժեղ կառույցը չէ։ Եվրոմիությունում նույնպես բրուտները ներխուժել են, բոլոր գործարաններ, ֆաբրիկաներն իրենցն է, երբ ուզենան կանգնեցնեն այդ։ Գերմանիան աշխարհում երրորդ, եթե Չինաստանին էլ հաշվենք, բայց իր տեխնիկական մակարդակով երևի առաջի երկրորդ տեղերում է, միշտ տարբեր բնագավառներում առաջի երկրորդ տեղերից չի շնորհինք, բայց Գերմանիայի բոլոր ունեցվածքը նորից պրոտինն է, երբ ցանկանա կկանգնացնի։ Հիմա այստեղ սրանք, այս կեղտոտ խաղը, նաև այս ռոբոտը, ես չէի լսել ընդհանրապես իրեն, ռոբոտի պես խոսի և բառերի մեծ մասը, որ ինչպես ռուսն է սովորում հայերեն խոսել, այդպես խոսի, դա նույնպես ծիծաղալի էր, որ անգրագետների բերելով և այն էստաֆետային վազքը, մեկը մեկին էստաֆետը տալով անցնում են առաջ, հիմա էլ տեսնենք ում են տալու, բայց ոչ ոք սա չի վերցնի այս տականքի ձեռքից, ոչ էլ սա կվերցնի։ Սրան խաղացողները, օրինակ Նարիմանովը ավելի թույլ է խաղում, քան սա մի քանի ճակատով, այս ճակատներով սա մտել է խաղի մեջ։ Այս տականքը ինչի համար, քանի որ Ադրբեջանից, իր հայրենիքից ինքը ունի այդ հրահանգը, որ ինքը օգնի Նիկոլի հետևը փրկելու, ինքը դրան է գնում։ Իսկ սրան ինչ են բերել, որ իբր ժողովուրդը դուրս գա և տեսնեն, որ ժողովուրդ կա, ընտրում է Նիկոլին, Սամվելն էլ ձայներ հավաքեց, սա էլ ձայներ հավաքեց, նա էլ ձայներ հավաքեց, և սա իր այս բոլոր այս կառույցները հարստացնելով ժողովրդի հաշվին, բերում են նրան, որպեսզի Նիկոլն անցնի, ինչպես Երևանի ընտրություններում, քաղաքապետարանի, և մնացածը բոլորը հիշեք։ Ես ավել պակաս բաներ չեմ ասում, եթե որևէ մեկը հասկանում է տողատակերի տակ, ես ինչ եմ ասում, կհասկանա, եթե չի հասկանում, երեք բաց տեքստով ասացի, այսպես թե այնպես այդ գրողը չհասկացա, որ ես ասել եմ, եթե ֆինանսապես օգնում եք, գոնե մի երկու կապեք սրան տվեք, քանի որ ճիշտ է խոսում, իսկ այնտեղ գրել է, չլսեցիր ինչ ասեց, ասեց, որ ոչ մեկին ձայն մեկ տա, մենակ սրան տվեք։ Ժողովուրդ, ընդհանրապես դուք հասկացողություն, լսելու կարողություն ունեք, մինչև վերջ լսել և հասկանալ։ Այսօր ես ցանկանում էի նույնիսկ սխեմաներով ցույց տալ, թե ինչպես կարելի է սրանց ոչնչացնել, բայց հետո մտածեցի, ոչ դա դուք անելու եք, ոչ էլ դա պետք է, որ ինտերնետում երևա, քանի որ դուք միայն
ինչպես թուրքն է ասում, հայի հետին խելք է իմը լինի։ Հիմա էլ ասում եք 111-ը խալթեցին, որևէ բան անում են, թե չէ։ Նրանք իրենց ձևն ունեն, և նրան ձևը չի սիրում, կրկնություն, նրան ձևը չի սիրում, նրան ձևը սիրում է 1 և 0, այսինքն սա մարդ է թե չէ, մարդ չէ, ուրեմն սրան պետքա վերացնել, սա մարդ է թե չէ, մարդ չի, ուրեմն պետքա վերացնել, իսկ կարող է մարդ է, այդ ձեր ասած ձևով եմ ասում, չէ, մարդ չի, ու նրանք, որպեսի դուրս գան ճակատար ճակատ, բրուտի և աշխարհի դեմ, նրանք պետք է ապացուցեն, որ ներսում մարդ կար, ես ինչ արեցիք, բայց դուք ցույց եք տալիս, որ ներսում մարդ չկա, մենակ թուրքաջհուդ տականքներն են, դուք էլ շեշևացնելով ապրում եք, մինչև գան տանից քշեն, հետո էլ ասեք, վայ, տուն էլ չունենք, տեղ էլ չունենք, ոնց որ արցախցիները, երեկ էլ մեկն ասում է, Արցախում լավ մարդիկ կան, ինչ եք բոլորին ասում, ես Արցախի պաշտոնյաներին եմ ասում, հատկապես մլիցեքին, որոնք այդ տականքների հետևը պաշտպանելով Արցախի ժողովրդին դարձրեցին չմո, այդ մարդիկ էլ վերջում մի պայուսակ հին մաշված շորերով եկան ընկան Հայաստան, ինչի պետք է, ինչպես 1915 թվականին ամեկի գրպանում չլիներ 2-5 կիլոգրամ ոսկի, սա է ամենը, հետո նաև հարց է եղել այս ազնվորության մասին, Միրզախանյանի մասին, որ գնացել է Լավրովի մոտ, գնացել է Պուտինի մոտ, իրեն կազմել են այդ թղթերը և այլն, ինչ եք մտածում, ազնվոր են արել է այս մարդը այդ բանը, թե այստեղ էլ ինչ-որ բան կա թաքցրած, կանգնացրեք մի պահ, հետո ասեմ նորից միացրեք լսեք, այս մարդուն հենց Պուտինն ու Լավրովն են գտել բերել, որ բարձրացրու այս հարցը, քանի որ երբ որ Մեդվեդևի ժամանակ արդեն թուրքերը ստորագրում էին նոր պայմանագիրը, թուրքերն ասում էին, դե Հայաստանն էլ ձեր ձեռքին է, արեք պրծեք, ինչ կա, նրանք ստեղծեցին այս ամենը, որպեսզի այս բանը բարձրանա, հիմա դրա համար էլ Ալիևը պահանջում է, որպեսզի հայերը իրենց սահմանադրությամբ ընդունեն, որ պարկ ու պահանջ չունեն, նույնը Թուրքիան է պահանջում, ահա թե որտեղ է թաքնված, և այս մարդը միշտ գալիս ասում, ոնց որ Արա Պապյանը, դուք ոչինչ էլ անողը չեք, այս փաստաթուղթը մեծ Հայաստանի ստեղծված է նրա համար, որպեսզի բրուտը երբ ուզենա Ռուսաստանին հարվածի, երբ ուզենա Թուրքիային հարվածի, այն չալ լակոտները, որ խելոք չեն մնում, ասում է, հիմա սրա համար մարոշնի կառնեմ, քեզ համար չեմ առնի, չէ, հիմի սա է, Հայաստանն էլ այդ մարոշնին է, մեկ սրան են տալիս, մեկ նրան են տալիս, մեկ սրան են ասում կիսի, մեկ նրան են ասում կիսի, այս է այս պատմությունը, թեպետ ինքը լավ մարդ է, և թող բարձրացնի այս հարցը, թող հայերը հասկանան, որ սա մեր հայրենիքն է, ես բան չունեմ ասելու իրեն, վատ մարդ կամ ինչ-որ կեղտոտ մտքերով չէ, իրեն ասել են, որ կա այսպես բան, արի դու էլ սրան մասնակցի, ինքն էլ մասնակցում է, ու սա լավ բան է ինքը կատարում, բայց իրականությունը վերևից են սրան ասել, որ թուրքերն ու ազերիներն էլ հասկանան, որ ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում կան հայեր, որոնք բարձրացնելու են այս հարցը, այնպես որ ռուսների մոտ խելոք մնացեք, այս հարցի նպատակը, որ սա օգտագործել է։ Այժմ երկու խոսք էլ ասեմ ու վերջացնենք, ամենակարևորը, եթե այս ընտրությունները որպես ընտրություն անցավ, ապա հույսներդ կտրեք 111-ից, ինչի համար եմ ասում, դրանից հետո նրանք լավ գիտեն, Հայաստան չի լինելու, իրենք արդեն իրենց միջոցով արդեն փոխելով եղանակը, առաջ բարձր առոգանությամբ, հիմա մի քիչ ուրիշ ձևով
մտնելու են արդեն, ինչպես ասում են, դուելի պրուտի հետ։ Եվ իմ ամբողջ ասածը այս տարիների ընթացքում, որ դուրս եկեք, թող տեսնեմ, որ մարդ կա, մի քանիսին սատկացրեք, որ տեսնեմ, որ Հայաստանում մարդ կա, հեռվից արեք, սնայպերով արեք ու թռեք, ոչ մեկը մյուսին մեկ ասի, գլուխ մեկ գովա, կատարեք, սատկացրեք այդ տականքներին, այդ տականքները հայ ազգին, որը պետք է այսօր Հայաստանում 5-6 միլիոն լիներ և մի ծաղկուն երկիր լիներ, դարձել են 1.7 միլիոն, աղքատ, մյուսներին էլ արտասահմանում, արտասահմանի տվյալ երկրի կառավարության միջոցով այնքան զզվելի ձևով նեղացրել, որ հազիվ հաս ցանկացածը կարողացել է արտասահմանում ինչ-որ ձևով մնալ, թե Ռուսաստանում, այնպես որ այդ տականքներից բոլորն են զզվում, իսկ իրենց արածը ձեզ թված օրենքով է, հիմա մեր անելիքը և ինչ-որ մենք անենք, դա անօրեն է, օրենքը դա լոգիկան է, ըստ լոգիկայի դա ճիշտ է, թե սխալ է, եթե նա 5000 հայ տղա է տարել սպանել այս տականքը, և այս սրտիկը գիտեք ինչ է նշանակում, պոզերա դնում ձեր վրա, ոչ թե սրտիկ, ես էլ էի ցանկանում ասել, մոռանում էի, և այստեղ կուչուհու այն կեղծ ժպիտը, որ ուրախացել է, որ մի երեխու կանֆետ ես տալիս, լացա լինում, հետո իր ուզած կանֆետն ես տալիս, լա սրա տեսքին նայեք, ու հետո նորից գնալու եք սրան ընտրեք, բա դուք ազգ կոչվելու, մարդ կոչվելու իրավունք ունեք, եթե այս քայլին եք գնալ, հասկացեք, ամենաբարձր բանը, դա էթնիկ հողն է, երկրորդը դա պատիվն է, սրանք անպատիվ տականքներ են, ոչ հայ, և ձեզ ինչի թված, որ 15 թվականից հետո այսօր Թուրքիայում 9-6 միլիոն մուսուլմանացած և նաև կեղծ քրդերի անձնագրերով հայեր կան, իսկ Հայաստանում հայի անձնագրերով թուրքեր, ադրբեջանցիներ չպետք է լինեին, ինչ եք այդպես կարծում, և դրա համար սրանց քոքը լրիվ պետք է կտրել, նորից կրկնեմ, ջարդել, փշրել, մեջը բենզին լցնել, կիսլատա լցնել, ամեն ինչ, որ այդ թեկուզ տուժ լցրեք, մեծ քանակությամբ տուժ լցրեք, խառնաշփոթ ստեղծեք, տուժ լցրեք, կես լիտրի չափ տուժ լցրեք, ստեղծեք պլաստմասի աման այդ ձևով լցրեք տուժ, կլե լցրեք, ինչ ցանկանում եք լցրեք, որպեսզի հնարավոր չլինի այդ ընտրությունները տեղի չունենան, հասկացաք այսքանը, իսկ եթե կան ավելի կողմնորոշված և մի քիչ գիտակից մարդիկ և ունեն հնարավորություն, ցիանովի կալցի, մի փոքրիկ այսքան, 2 գրամը բավական է ամեն մեկին, որպեսզի տեղադրեք և այս ամպուլան ջարդվի իրենց հայաթում, այս դրոնն էլ ընկնի այնտեղ, գիշերը, բոլորը առավոտը արդեն սատկած կլինեն, թեկուզ հարևաններից մի քանիսը նույնպես, այս դա եղանակ չի փոխում, եթե պետք է անասունին սատկացնել, ապա կողքի մի քանի հայերը եթե մահանան, դա այդքան էլ վատ չէ, իրենք մեր նկատմամբ կատարում են, մենք իրավունք չունենք կատարենք, և այսօր նաև վերջին խոսքս ասեմ ու վերջացնեմ, այս տականքներից բոլորը և մյուսները սպասենք 26 թվականի ընտրություններին, այ տականքներ, այ անբարոյականի լակոտներ, ինչ 26-ի ընտրություն, երկիրը դրա ծախում են, ինչ 26-ի ընտրություն, ոնց որ կան ձեր տունը սկսեն վառել, ասեք, լավ է, ջուրը մի միացնի, պաշարնիկները թող գան նոր այդ ժամանակ թող իրանք հանգցնեն, մենք գործ չունենք, հա?
Եթե հայրենիքը ձեզ համար ոչինչ է, ապա գոնե կատարեք ձեր երեխաների համար, որովհետեւ նրանց առաջ չամաչեք։ Ամենաթանկ բանը աշխարհում դա էթնոսն է։ Էթնոս դա նշանակում է այն տեղը, որը էստեղ է շրջապատը, որտեղ մեր նախնիները առաջին մարդիկ ծնվել են լուսնից ու երկրագնդից։ Դա ամենաթանկն է աշխարհում։ Այդ հողը, այդ ջուրը ամենաթանկն է աշխարհում։ Որից հետո քո տեսակը, դու քո տեսակին պետք է սիրես եւ ճանաչես թեկուս 1000-ի մեջ քո տեսակին եւ քո տեսակին գնահատես։ Ինչ որ կեղտոտ բաներ ենք մենք տեսնում հայ ազգի մեջ եւ նաեւ թուրքա, ռուսա այդ տարբեր կեղտոտ ձևերը, որ մտցվել է գողական թուրքերից ծախել, մախել եւ այլն, այդ ամենը դա երբ որ երեխային փոքր ժամանակ լավ չես դասյակել, չի դասյակվել, ապա նա ընդունում է, որ դա է ճշմարտությունը։ Նաև հայ մեծ բոլոր գրողները, բացի նժդեից այդ բոլոր քաղաքական եւ այլ գործիչները, միայն Աղասի Անդրանիկյան կարծեմ, ես պետք է Հայաստանում գտնեմ դա, որպեսզի այդ գրքի ճիշտ անունը ասեմ։ Միայն այդ երկուսն են, որ ճիշտ ներկայացրել են այն, ինչ մեզ հետ կատարվել է եւ տվել են արժեքները։ Մնացածը վերցրեք Թումանյան, Ղազարոս Սաղայան, Շիրազ, Ավետիք Իսահակյան եւ այլն հասցեք մինչեւ առաջինից մինչեւ Հրանտին վերջ, կտեսնեք, որ միայն վերջում Հրանտն էր խոսում ազգայնականությունից, երբ որ արդեն սովետից կտրվել ենք, բայց ազգային ծրագիր, ազգ հասկացողությունը, թե բոլորս միասին այս հոշոտվող աշխարհում ում դեմ պետք է պայքարենք, այդ ամենը չի դրվել, որ մարդիկ հասկանան։ Երբ որ արտասահմանում դիտում ես հայերին, զարմանալի մի երևույթ կա հայերի մեջ։ Եթե ցանկանում են մեկին գցել, օրինակի համար մեքսիկները գցում են տարբեր ազգերի եւ իրենք միավորված, իսկ հայերը գցում են հայերին։ Թե Եվրոպայում, թե Ռուսաստանում հայերը մենակ գցում են հայերին, եթե իրենց մոտ հայ աշխատում է, ամենակիչ աշխատավարձն էլ հային են տալիս, ես չգիտեմ դրանք տականք են, թե դրանց ուղեղը այլ ձևով է աշխատում, թե դրանք իրականում հայ չի։ Շատ բան կարելի ասել, բայց այսօր սրանից հետո, եթե այս, որ պոզեր է դնում ու այս նկարը պետք է դրվի այս Երևանում ինչ-որ մի աղբանոցում, որտեղ իր լեշը կնետվի այնտեղ այս նկարով, որ հենց այս նկարի համար նույնպես սատկեց, նույնիսկ սա քմծիծաղ է տալիս, մտածելով, որ այս աննասուն է այսովը, այս աննասունը, դրանք աննասուն ազգ են եղել ու չեմ հասկացել, թեպետ ինքը գիտի, որ սա հայ չի, գիտի, որ սա բազարնիկ ադրբեջանցու լակոտ է, դրա համար էլ ինքը բոլորի այդ բազարեր անում, փող տվեք, թե չէ վերներ այդ ակ կգրեմ, կլյաուս կգրեմ։ Այսքանը, իսկ եթե մանրամասը ցանկանում եք իմանալ, մանրամասը երբեք չի խոսվում։ Ունեք ծրագիր, կատարեք։ Հնարավոր է, ես մի քանի ընտրատեղամասը հեռվից դիտել եմ, դեռ
21 թվականի ժամանակ մի մոտիկի ասել է հեռախոսդ միացած պահի, ես տեսնեմ թեկուս ներսը եւ այլն եւ այլն։ Ամեն ինչ վարկյանների հարց է։ Ընդամենը ներս մտնել դուրս գալը 12 վարկյանի հարց է։ Նույնիսկ նրանք չեն հասցնի կողմնորոշվեն, երբ որ այդ արկղը ջարդել, փշրելով, վառելով դուրս կտանեք կամ տեղում կվառեք ու դուրս կտանեք։ Այս ընտրությունները չպետք է լինեն։ Եթե դուք ուզում եք իրոք օգնություն, գոնե դուք էլ ձեր փայը կատարեք։ Իսկ եթե չէ, եթե ասել եմ, չեմ ուզում նորից ամեն անգամ կրկնեմ, 111-ը 10 միլիոն հայերին հավաքելու է Հայաստանը, եթե կես միլիոն հայ թողնի կասեք ամոթ քեզ։ Նրանց մտածելակերպը այլ է։ Ես նրանցից ավելի խիստ եմ։ Դրա համար կատարեք դուք ձերը, որովհետեւ բոլորդ էլ փրկվեք այս տականքներից, այսքանը։